Կանանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է։ Բռնության ենթարկված անձինք մշտապես պետք է լինեն պետության պաշտպանության և հոգացության ներքո։ Երևան քաղաքում և Հայաստանի բոլոր մարզերում գործում են ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ, որտեղ քաղաքացին իր համար հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձը իր համար մատչելի եղանակով կարող է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն իր իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին։ Ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվում է հոգեբանական և իրավաբանական աջակցություն, օգնություն աշխատանքի ու սոցիալական ծրագրերից օգտվելու հարցում։ Պետության համաֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընտանեկան բռնության ենթարկված անձանց և անհրաժեշտության դեպքում նրանց խնամքի տակ գտնվող անձանց համար նախատեսված երկու ապաստարան, որոնց նպատակն է շահառուին ապահովել անվտանգ ապահով բնակելի տարածքով, տրամադրել սնունդ, հագուստ, հոգեբանական և իրավաբանական աջակցություն։ Պետությունը ընտանեկան բռնության զոհերին տրամադրում է նաև միանվագ դրամական աջակցություն առաջնահերթ կարիքները հոգալու համար։ Եթե դուք կամ ձեր շրջապատից որևէ մեկը հայտնվել է ընտանեկան բռնության զոհի կարգավիճակում, օգնությունը հասանելի է։ Զանգահարեք 114 թեժ գծի հեռախոսահամարով կամ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործող աջակցման կենտրոնների թեժ գծերի հեռախոսահամարներով։ Կառավարությունը վճռական է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում, և մեր աշխատանքները պետք է միտված լինեն բռնությունից զերծ միջավայրի ապահովմանը, որտեղ երաշխավորված կլինեն յուրաքանչյուր անձի հավասար հնարավորություններն ու իրավունքները։